Ողջույն ճշմարտության և ինքնաբացահայտման ճանապարհին իմ յութուբյան ալիքին հանդիպած յութուբյան սիրելի դիտորդներ։ Ես Արթուրն եմ, վեդայական աստղաբան։ Այս հաղորդումը նվիրված է լինելու օգոստոս ամսի սկզբնական շրջանում սպասվելիք իրադարձություններին հորոսկոպի նշանների համար։ Իսկ եթե ընդհանրապես հետաքրքրված եք աստղաբանությամբ և էզոտերիկայով, ապա անպայման բաժանորդագրվեք իմ յութուբյան ալիքին, սայխմեք զանգակին, որպեսզի բաց չթողեք հետագա հաղորդումները։ Ինչպես նաև կարող եք հետևել ինձ Instagram-ում և իմ Telegram-յան ալիքում, որտեղ ես անմիջական կապի մեջ եմ գտնվում իմ հետևորդների հետ, ունենում ենք հաճախ քննարկումներ և տարբեր հարց ու պատասխաններ։ Ձեր կանխատեսումը լսելու համար շատ կարևոր է, որ իմանաք ձեր իրական ծննդյան քարտեզներում արևի, լուսնի կամ ասցենդենտի ճշգրիտ դիրքերը։ Եթե չգիտեք ինչպես կազմել ձեր ծննդյան քարտեզը, ապա վերևի լինքով գնացեք համապատասխան հաղորդումը և դիտեք ձեր վեդայական քարտեզը կազմելու իրական ուղեցույցը։ Պետք է հիշեցնեմ, որ վեդայական և դասական աստղաբանություններում հաշվարկները լրիվ տարբեր են, և հաճախ մոլորակները գտնվում են տարբեր համաստեղություններում, ելնելով հաշվարկների տարբերությունից։ Իրականում օգոստոսի սկզբում ունենք շատ խոստումնալից դիրքեր, բայց նաև այնտեղ կան վտանգավոր ասպեկտներ, որոնք նախապես իմանալով և դրանց հետ ճիշտ աշխատելով, մենք կկարողանանք հաջողել և ունենալ ավելի բարեկեցիկ կյանք, ինչպես նաև նախապես տեղեկանալով այդ խավարումների միջանցքի մասին, կարողանում ենք դա ավելի հանգիստ ու ավելի առանց ինչ-որ վնասների անցկացնել։ Յուրաքանչյուր արևի և լուսնի խավարումից առաջ ամբողջ համացանցը ողողվում է տարբեր տեսանյութերով, ռիլերով, որ այսպիսի խավարում, այսպիսի իրադարձություն 1000 տարին մեկ է լինում, ու ամեն անգամ մարդիկ տրվում են այդ ստին, ու ես զարմանում եմ, թե ինչպես կարելի է մեկ տարվա ընթացքում 3-ից 4 անգամ նույն ստին հավատալ ու չհասկանալ վերջի վերջո, որ այդ ամենը սուտ է։ Արևի և լուսնի խավարում տարվա մեջ տեղի է ունենում 2-ից 5 անգամ։ Արևի ամբողջական խավարում տեղի է ունենում ամբողջ աշխարհում 18 ամիսը մեկ, և նույն հատվածից երկիր մոլորակի արևի ամբողջական խավարում հնարավոր է լինում դիտարկել միայն մոտավորապես 400 տարին մեկ, իսկ դա արդեն իր իսկականից եզակի դեպք է։ Խավարում արևի տեղի է ունենում, երբ որ լուսինը ծածկում է երկիր մոլորակի այդ հատվածից արևի տեսանելի սկավառակը մասամբ կամ ամբողջությամբ։ Դրա համար շատ կարևոր է, որ լուսինը գտնվի նորալուսնի փուլում, այսինքն լուսավորված լինի լուսնի այն հատվածը, որը մեզ համար տեսանելի չէ։ Ուստի միշտ արևի խավարման օրը լուսինը գտնվում է նորալուսնի փուլում ու պետք չի դա ներկայացնել ինչ-որ մոգական զուգադիպություն, ինչ-որ հազվադեպ աստրոնոմիական երևույթ, որովհետև դա տարվա մեջ 2-ից 5 անգամ տեղի է ունենում։ Խավարումների միջանցքի վերաբերյալ կունենանք առանձին հաղորդում, որովհետև դա բավականին լայնածավալ թեմա է, և բնականաբար այդ նույն խավարումը տարբեր մարդկանց վրա ազդելու է տարբեր կերպով, իսկ այս հաղորդումը նվիրված է լինելու մինչև խավարման օրը, այսինքն մինչև օգոստոսի 12-ը սպասվելիք իրադարձություններին։ Նախ սկսեմ նրանից, որ արևը այս պահին արդեն գտնվում է Խեցգետնին համաստեղության այն վերջին աստիճաններում Աշլեշա նաքշատրայում, որը բավականին բարդ է նրանով, որ սա հանում է մեր հոգու խորքի այն ամենաստվերային մութ կողմերը, և խավարումը հենց այս նաքշատրայում էլ հենց այս դիրքում էլ տեղի է ունենալու։ Սա պայքար է ներքին դևերի հետ, ներքին խավար ուժերի հետ, ու այս շրջանում մարդը պետք է հնարավորինս պարզ պահի իր գիտակցությունը, չօգտագործի ինչ-որ թմրեցնող միջոցներ, չտրվի այդ պահի էմոցիաներին, որովհետև մեր ներսի խավարը, մեր ներսի վիրավորանքները, մեր ներսի որոշակի դիվային ուժեր այս շրջանում ավելի ակտիվ են լինելու, երբ որ մարդը գիտակցում է, որ այս շրջանում իր վրա նման ազդեցությունը ավելի է մեծանում, կարողանում է ավելի գիտակցված մնալ և չտրվել այդ պահի ազդեցություններին, չտրվել այդ աջ հուսին նստած բոբոիկի վատ հուշումներին ու ավելի ճիշտ քայլեր անել։ Ուստի եթե այս շրջանում զգաք, որ դուք ինչ-որ sense ներքին տագնապների մեջ եք, դեպրեսիաների մեջ եք, վիրավորանք ունեք այս աշխարհի հանդեպ, հիշեք, որ դա ընդհանրապես ձեր ներսի խավար կողմն է, որ արևի այս դիրքը ակտիվացրել է շրջանում, քանի որ նաև արևը մեր էգոն է, մեր սոցիումի հետ հարաբերություններն են, շատ հավանական է, որ այս շրջանում խնդիրներ առաջանան հենց մարդկանց հետ հարաբերություններում, ընկերություններում, գոլեգաների հետ, կամ պարզապես մեզ թվա, որ մեզ չեն գնահատում այնքան, ինչքան որ մենք կանք, ինչքան որ մենք արժանի ենք, հնարավոր են որևիցե էգոիստական նկատառումներ, մեծամտություններ, բայց իմացեք, որ այդ ամենը պարզապես խաբկանք է ու այդ ամենը ուղղակի իլյուզիա է։
Այս պահին նաև հիշենք, որ Պլուտոնը գտնվում է ռետրոգրադ ընթացքի մեջ այծեղ ջուրի համաստեղությունում, եւ Պլուտոն ու արև ասպեկտը բնականաբար այս պահին էլ ավելի են ուժեղացնելու այդ էգոիստական դրսևորումները, ինչպես նաև ներսի խավարը, որովհետև Պլուտոնը մութ մոլորակ է, որը հիմնականում այն մարդկանց վրա, ովքեր չեն ապրում գիտակցված կյանքով, չեն ապրում հոգևոր կյանքով, հենց առաջ է տանում դեպի այդ խավար դրսևորումներին։ Պլուտոնը այս պահին գտնվում է 8 Աշհատ նաքշատրայում, որը այծեղ ջուրի այդ սկզբնական աստիճաններն են, մինչև այծեղ ջուրի 10 աստիճանը։ Եվ այս պահին Պլուտոնը, քանի որ գտնվում է նաև ռետրոգրադ ընթացքում, նույնպես մարդուն շարժվում է դեպի դիվային ուժեր, դեպի այդ խավար դրսևորումներ։ Այս ամենը իհարկե կարող է ասենց վախենալու է հնչում, բայց եթե մարդը ապրում է գիտակցված կյանքով, մարդը չի անջատում իր ուղեղը, չի ընկնում մանիպուլյացիաների տակ, չի տրվում այդ հասարակական սադրանքներին, չի տրվում պետական այդ մանիպուլյատիվ գործերին, որովհետև Պլուտոնը նաև արևի հետ մեկտեղ ներկայացնում է պետական կառույցները, պետական իշխանությունը, ու այդ քաղաքական գործերի, այդ քաղաքական մութ մթնոլորտի մեջ չի մտնում, չի լսում այդ վատ լուրերը, այ օրինակ ամեն օր sense տարածվում են, չէ՞, ինչ որ բացասական լուրեր, որ հեսա պատերազմ կսկսի կամ երկրի ներսում սպանություններ կլինեն, այդ ամեն ինչ տրվելով դուք ավելի եք մեղմացնում այդ պլուտոնյան ու արևի ասպեկտների այս բացասական միավորումը, որովհետև այս պահին թե արևը թե պլուտոնը գտնվում են խավար դիրքերում եւ նրանց ասպեկտները բնականաբար էլ ավելի է ուժեղացնում։ Շատ կարևոր է այս շրջանում կառավարել սեփական էգոն, սեփական էմոցիաները, քանի որ Մարսը նույնպես մտնում է երկվորյակի համաստեղության առաջնային աստիճաններ, որը վեդայական աստղաբանության մեջ կոչվում է Մրիգրաշիրա Նաքշատրա, եւ այստեղ նույնպես մենք գործ ունենք վտանգի երևույթի հետ, քանի որ Մարսը մեր կրքերն են, Մարսը մեր այդ ռազմական էներգիան է, մեր այդ վտանգին ձգտելու ռիսկային քայլերն են։ Այս շրջանում շատ կարևոր է հաճ տրվել այդ Նաքշատրայի կեղծիքներին, որովհետև երկվորյակի համաստեղության առաջին նշանները մեզ մոտ տանում են դեպի այդ օթերով զվրնելուն, դեպի ոչ հողակցված լինելուն, նաև անուշադրության դրսևորումներին։ Այս շրջանում շատ հնարավոր է ավտովթարների մեծ վտանգներ լինեն կամ ինչ-որ արտադրություններում լինեն անվտանգության նորմերի խախտումներ, ինչու չէ նաև սննդային որոշակի թունավորումներ, ու այս շրջանում շատ կարևոր է հետևել այդ ամենին, հետևել անվտանգության կանոններին, որովհետև ասված է, որ անվտանգության կանոնները գրված են մարդկանց արյունով, ու այդ խոսքը իզուր չի, յուրաքանչյուր տեսակի անվտանգության կանոնի խախտում կարող է անդառնալի հետևանքներ թողնել մարդու վրա, հատկապես երբ որ մենք երկնքում այս բան ունենք այսպիսի լարված դիրքեր, թե արևը, թե Պլուտոնը, թե Մարսը, որ իրանց ազդեցությունը որպես կանոն մարդկանց վրա լինում է բացասական կերպով, գտնվում են վտանգավոր ասպեկտներում եւ կարող են մարդկանց վրա շատ բացասաբար անդրադառնալ։ Իհարկե այսքանը վատի մասին, բայց նաև այս շրջանում ունենք շատ գեղեցիկ ու շատ կարևոր միացում։ Մերկուրին մուտք է գործում Խեցգետնի առաջին նշաններ, ինչպես որտեղ նրան սպասում էր Յուպիտերը, երկուսն էլ գտնվում են Պուշյա նաքշատրայում, իսկ այս ամենը հաջողության, ընտանեկան բարեկեցության, ֆինանսական, այսինքն պայքարից հետո ներդրումների պտուղները ստանալու մասին է, ու եթե կարողանում է մարդը ապրել հոգևորությամբ, մնալ արդար, բնականաբար Մերկուրի Յուպիտեր այս միացման գնահատականը, պարգևատրումն ու օրհնությունը մարդու կյանքում կերևա։ Շատ կարևոր է ուղղակի մարդը կարողանա հաղթահարել իր ներքին այդ վախերն ու ցավերը, ներքին տրավմաները, որովհետև Խեցգետնի համաստեղությունը մեր ներաշխարհի մասին է, մեր էմոցիաների մասին է, ու այստեղ արևը այդ դիվային կետում գտնվելով կկարողանա հենց մեր հոգու ցավերը արթնացնել, գցել մեզ սեփական sense մտքերի խառնաշփոթի մեջ, իսկ եթե մենք կարողանանք այդ ամենը հաղթահարել ու կենտրոնանալ ոչ թե արևի այդ բացասական ազդեցության, այլ Մերկուրի Յուպիտերի գեղեցիկ առատաբեր, sense ֆինանսական ու առհասարակ հաջողության միացման վրա, մենք մեզ համար բավականին լավ ապագա կկարողանանք ստեղծել։ Ինչպես նաև Վեներա մոլորակը, Վեներան դա արդեն վայելքների, կրքի, փողի, գեղեցկության, ճոխության հովանավոր մոլորակն է։ Արյուծի համաստեղությունից տեղափոխվում է Կույսի համաստեղության առաջնային նշաններ ու Տարա Փալգունի Նաքշատրա, որը նույնպես պտղաբերության մասին է, կատարած աշխատանքի արդյունավետության մասին է, աշխատանքի պտուղները ստանալու մասին է։ Այս շրջանը շատ կարևոր է մնալ հողակցված, չկորցնել անալիտիկ, տրամաբանական մտածողությունը, առհասարակ տարվա ոչ մի շրջանում չարժի կորցնել այդ տրամաբանական պրակտիկ մտածողությունը, բայց այս շրջանում շատ ավելի կարևոր է, որովհետև էմոցիաները բավականին թեժ են լինելու, ու եթե կենտրոնանաք աշխատանքի վրա, կենտրոնանաք ձեր գործերի վրա,
Հավատացեք, շատ մեծ հաջողություն կունենաք հատկապես հենց այդ ֆինանսական, նյութական հարցերում, ինչպես նաև շատ կարևոր է, գնահատել սեփական ֆիզիկական մարմինը, չափսոսալ գումար հանգստի վրա, ռելաքսի վրա, գեղեցիկ հագնվելու վրա, միշտ կա չէ, սենց հիմա տենդենց, որ հոգևորները, էզոտերիկները ասում են, որ չէ, պետքա կտրվես այս նյութական աշխարհից, պետքա փող չծախսես քո վրա, սիրես քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս, չգիտեմ, աղքատության մեջ լինես, աղքատության մեջ գտնվողը անպայման կմեծարվի, շատ կարևոր է դուրս գալ այդ աղքատության ռոմանտիզացման վիճակից, որովհետև աղքատությունը դա մեծ թերություն է, աղքատությունը դա տոհմի անեծքն է, այսպես ասած, ու աղքատությունը դա արատ է, աղքատության մեջ ոչ մի լավ բան չկա, ու թող այստեղ հիմա սուտ սրբադասվածները մեկնաբանություններում հանկարծ ինձ չփորձեն հակառակը ապացուցել, որովհետև եթե դուք ամեն դեպքում որոշել եք ազատվել այդ նյութական կապանքներից, ազատվել նյութական աշխարհից, ձեր ընտրությունը դա է, ձեր հոգևորությունը դա է, ապա դուք կարող եք գնալ որևիցե վանք ու ապրել ճգնավորության մեջ, Մենաստանում կամ թեկուզ Հայաստանի սահմաններից դուրս այնտեղ Հնդկաստանում, Թայլանդում, Ինդոնեզիայում, ամբողջությամբ տրվեք այդ հոգևորությանը։ Իսկ եթե դուք այդ կյանքի մեջ չեք, ամեն դեպքում ապրում եք կապիտալիստական երկրի շրջանակներում, փորձում եք աշխատել, գումար վաստակել, այդ պարագայում կանգնել ու ասել, որ գումարը կարևոր չէ, դա ոչ այլ ինչ է, քան անմտություն, իրականությունից փախուստ եւ սեփական արատները քողարկելու միջոց։ Այնպես որ սիրելիներս, եթե դուք հասուն տարիքում եք ու գտնվում եք ծայրահեղ աղքատության մեջ, նշանակում է դուք շատ սխալ կյանք եք ապրում։ Իհարկե ֆինանսական վտանգներ բոլորիս էլ սպասում են ժամանակ առ ժամանակ, ոչ մեկս ընդհանրապես ամբողջությամբ ապահովված չենք, ոչ ես, ոչ դուք, բոլորս էլ ինչ որ կյանքի этаպում կարող ենք հայտնվել ֆինանսական մեծ ճգնաժամերի մեջ, բայց շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես դուրս գալ այդ ճգնաժամից, այլ ոչ թե նստել ու բոլորին բացատրել, որ պետությունն է մեղավոր, որ տատիկ-պապիկներն են մեղավոր, Աստված է մեղավոր, մի խոսքով բոլորին մեղադրել, բացի սեփական անձը եւ սկսել արդեն ռոմանտիզացնել այդ աղքատությունը եւ հարուստների մեջ մենակ վատն ու չարը տեսնել։ Հայ օրինակ այս վերջերս ռիլ տեսա, որտեղ խոսվում էր, որ պետությունը որոշում է ինչ-որ ծրագիր մշակի, որ վարձով ապրող մարդկանց որպես անօթևան կացարաններ տրամադրեն, խոսքը բնականաբար հանրակացարանների մասին է, որտեղ կարող են անծանոթ մարդիկ նույն սենյակում ապրել, ինչ-որ փոքր սենյակներ, այնքան որ մարդը ունենա տանիք, որ դրսում չքնի, ու այնքան ուրախ մեկնաբանություններ ես այդտեղ կարդացի, ես մտածեցի, որ հեսա մարդիկ կուրախանան, որ օրինակ այդ ծայրահեղ աղքատության հարցը կլուծվի, անօթևան մարդիկ կկարողանան գոնե ավելի տաք ու հարմար պայմաններում քնել, բայց չէ, այդտեղ ուրախանում էին հասուն մարդիկ, ովքեր բողոքում էին, որ ողջ կյանք ապրել են վարձով, այնտեղ կային մարդիկ, ովքեր իմ տարիքին են, երիտասարդ են, կան մարդիկ, ովքեր ինձանից ավելի հասուն են, բայց դեռևս աշխատունակ են ու բողոքում էին, որ ամբողջ տարի վարձով են ապրել, հիմա պետությունը թող իրենց օգնի։ Սա ուղղակի, չգիտեմ, ես չեմ ուզում մարդկանց քննադատել, բայց երբեմն նման իրավիճակներում ուղղակի չեմ կարողանում զսպել ինքս ինձ, որովհետև զարմանում եմ ինչքան կարելի է հույսը դնել պետության վրա, ինչքան կարելի է հույսը դնել ուրիշների վրա։ Այ օրինակ այս վերջերս ես իմացա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս պահին Հայաստանին ներգաղթի վիզա չի տալիս ու Հայաստանի հետ մեկտեղ նաև մի շարք այլ պետություններ կոպիտ ասած այս պահին գտնվում են ցենց սև ցուցակում, որտեղ դադարեցված այդ ներգաղթի վիզան տալը ու դրա միակ պատճառն այն է, որ այդ երկրների ժողովուրդը որպես կանոն գնում է այդ երկիր, այդ պետություն ու դառնում է հասարակական բեռ, այսինքն չեն աշխատում, ստանում են պետությունից ինչ որ օգնություններ ու վերջ, այսինքն գնում են այդ երկիր այն հույսով, որ պետությունը պետք է նպաստներ տա, իրենք չաշխատեն ու պետության հաշվին ապրել։ Ու դա ուղղակի ամոթ է, որպես հայ, որպես այս երկրի ներկայացուցիչ, ամոթ էր, որ պատկերացնում ես, որ քո երկրում դեռևս այնքան շատ կան այդ տեսակի մարդիկ, ովքեր պատրաստ են ապրել ուրիշի օգնությունների հաշվին։ Ես այստեղ էլի չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր իրապես կարիքի մեջ են, որովհետև ցավոք սրտի իրոք մեր երկրում շատ կան աղքատ մարդիկ, ովքեր այդ օրվա հացի խնդիրը ունեն, ու պետությունը պետք է իրոք պարտավոր է օժանդակի ինչ որ այդ մարդկանց օգնելու, այդ մարդկանց աշխատանք տրամադրելու, ինչ որ հարցերով, օգնի, բայց երբ որ նայում ես, որ մարդիկ առողջ են, իրենց ոտքով, ձեռքով են, ինչ որ փառք Աստծո, ինչ որ հիվանդություններ, արատներ չունեն, բայց իրենք նստած սպասում են, որ պետությունը պետք է իրենց օգնի, դա ուղղակի ամենակիչը ամոթ է ու զարմանալի, որ այդ մարդը դեռևս ակնկալում է ինչ որ լավ կյանք ունենալուն։ Լինել այս հասուն տարիքում ու լինել աղքատ դա պարզապես ամոթ է ու
ոչ թե ամոթ, այլ լինել աղքատության մեջ ու չփորձել այդ աղքատությունից դուրս գալ, հա, ես ոչ մի սենց ասած երաշխիք չունեմ, որ 5 տարի հետո ես չեմ լինի, հա, այդ իրավիճակում կամ այս պահին այս հաղորդումը դիտող մարդիկ չեն լինի այդ վիճակում, բայց պետք է հասկանալ, որ մենք ենք մեր կյանքի տերը ու ոչ պետությունը, ոչ բարեկամները, ոչ ընկերները, ոչ էլ անգամ Աստված պարտավոր չեն մեզ մեր փոխարեն պահելու։ Լավ, սիրելիներս, շատ ընդլայնվեցի, սա ոնց որ հոգվճիչ էր։ Հիմա անցնենք արդեն հորոսկոպի նշանների համար կանխատեսմանը։ Ես այստեղ ինձ մոտ արդեն քարտեզները պատրաստել եմ, որ ամեն դեպքում պետքա քարտեզին նայեմ, հա, որ հասկանամ ինչի մասին է խոսքը, եւ սկսում ենք մեր շատ սիրելի խոհերից։ Հիշեցնեմ, որ այս կանխատեսումը մինչև օգոստոսի 12-ի համար է, իսկ օգոստոսի 12-ից արդեն կսկսի խավարումների միջանցքը, որի համար այլ հաղորդում կունենանք։ Ուստի այն ամենը, ինչ որ ասվում է այս հաղորդման շրջանակներում, պետք է հասցնեք անել կամ պետք է արդեն սկսեք անել մինչև օգոստոսի 12-ը ընկած շրջանում, որպեսզի այդ խավարումների միջանցքը ձեր վրա բացասաբար չանդրադառնա։ Առաջինը մեր սիրելի խոյերն են իրենց կրակոտ էներգիայով եւ այս անգամ Մարսը գտնվում է խոյերի այն ակտիվ փուլում, այս շրջանում խոյերի մոտ շատ կլինի ցանկությունը ստեղծելու, դնելու, ինչ որ նոր գործ սկսելու, բայց քանի որ Մարսը դեռևս այն վտանգավոր նաքշատրայում է, որտեղ ասացի, որ մարդկանց տալիս է մի փոքր ոչ հողակցվածություն, շատ կարևոր է խոյերին հետևել իրենց մտքերին, որ հանկարծ իրանք չսկսեն անել ինչ որ անմիտ գործեր, ինչ որ քայլեր, որ իրենք նախապես լավ չեն պլանավորել։ Այ խոյերի համար շատ կարևոր է այս շրջանում մեքենան վարել շատ զգույշ, իսկ եթե կարող եք առհասարակ մեքենա մի վարեք, որովհետև խոյերը սիրում են արագ վարել, սիրում են ոտները դնել գազին, աջուձախ չնայել, կարմիր լույսերին ուշադրություն չդարձնել ու մենակ քշել։ Այս շրջանում խոյերի համար իրոք կա վտանգ մեքենա վարելիս ավտովթարներ ունենալու կամ ինչ որ խախտումներ գրանցելու, հա, այդ տուգանքներն ու խախտումները կլինեն չարյաց փոքրագույն, ինչպես նաև խոյերի համար կարևոր է պահպանել անվտանգության բոլոր կանոնները։ Խոյերը եթե ունեն ինչ որ նպատակներ առողջության հետ կապված, ստուգումներ անցնելու, հիվանդանոցային հարցեր ունեն, կլինիկական հարցեր ունեն, օգոստոսի 10 մինչև 12-ն ընկած հատվածում բավականին հաջողակ էտապ է հենց այդ առողջության հետ կապված հարցերը կարգավորելու, որովհետև Վեներան գտնվելու է ձեր առողջության տան մեջ ու քանի որ Վեներան նաև գտնվում է բարենպաստ հատվածում, հա, կույսի համաստեղության առաջնային նշաններում, ապա այս շրջանում ձեր բուժումները կլինեն շատ ավելի արդյունավետ, ավելի հավանական է հանդիպեք լավ բժշկի, բայց հիշեք, որ դուք ունեք նաև Նեպտուն մյուս հիվանդությունների տան մեջ ու այս շրջանում, եթե ձեր մոտ ինքն ինչ որ մտքեր, որ դուք հիվանդություն ունեք, ինչ որ տարօրինակ սիմպտոմներ ձեր մոտ սկսեք նկատել, շատ հավանական է, որ դա լինի Նեպտունի այդ գիպնոզացնող, խաբկանքների մեջ գցող, մանիպուլյատիվ հիպնոտիկ էներգիան ու շատ կարևոր է, հա, որ դուք տարբերակեք, հա, դուք հիմա գտնվում եք Նեպտունի այդ վախեցնող ազդեցության տակ, թե իրոք ձեր մոտ ինչ որ խնդիրներ կան։ Համենայն դեպս այս շրջանում, եթե ունեք նպատակներ, հա, ստուգվելու, շատ լավ կլինի դա մինչև օգոստոսի 12-ը անեք, որովհետև ձեր առողջության տունը, այդ հիվանդանոցային գործերի հետ կապված տները բավականին լավ վիճակում են, ինչպես նաև այս շրջանում խոյեր ջան շատ հավանական է լինի հղիություն ձեր կյանքում կամ եթե արդեն հղի եք ծննդաբերությունը շատ ավելի թեթև կանցնի այս շրջանում ձեր մոտ, այդ հարցերի հետ կապված վախեր պետք չեն, ինչպես նաև սեռավարակների հետ կապված թեմաները կարող են արդիական լինել ձեր մոտ, բայց եթե ամեն ինչ անեք պաշտպանված, ամեն ինչ անեք գրագետ ու մաքուր ձևով, դա նույնպես իրենից ինչ որ լուրջ վտանգ չի ներկայացնում։ Հիմա խոյերի ներաշխարը բավականին գեր լարված կլինի, որովհետև արևը այդ իր դիվային ազդեցությամբ, քանի որ գտնվում էր խեցգետնի վերջին աստիճաններում, իսկ դա մութ պատմությունների մասին է խոսում, հենց գտնվում է ձեր հոգու խորքում։ Այս շրջանում խոյերի մեջ կարող են ամբողջ կուտակված բացասականը հելնի թափի դուրս ու շատ լավ կլինի այս շրջանում աշխատեք ինքներդ ձեր վրա, այսինքն անեք որևիցե էներգետիկ մաքրումներ, զբաղվեք ձեր էներգետիկ հիգիենայով կամ եթե էզոտերիկայից այդքան էլ չեք հասկանում, աշխատեք հոգեբանի հետ, մասնագետի հետ, մարդու հետ, ով ձեզ կօգնի ձեր հոգու խորքից հանել այդ բացասականը, հանել այդ հույզերը ու
թույլ չտալ, որ դուք ընկնեք այդ ազդեցությունների մանիպուլյացիայի տակ։ Այ խոյերը սիրում են, հա, ամեն ինչ արագ, հապճեպ կատարել ու հաճախ հենց իրանց խնդիրը այդ հապճեպ ամեն ինչ կատարելն է։ Տան հետ կապված հարցերում, եթե ունեք վերանորոգման, նոր տուն գնելու, ինչ որ նոր կահույք ձեռք բերելու հարցեր, այդ ամենը բավականին հաջողակ կլինեն այս շրջանում։ Աշխատեք ձեր նոր գնումները մինչև օգոստոսի 12-ը անեք, այդ պարագայում դուք մեծ օգուտ կունենաք ու շատ հավանական է հենց անգամ կոպիտ ասած ձեր ծախսած գումարից էլ ավելի շատ լինի ձեր օգուտը։ Կարիերայում, աշխատանքում խուսափեք մեծամտությունից, խուսափեք թշնամիներից, որովհետև արև ու Պլուտոն այդ ազդեցությունը մեկը մյուսի վրա կարող է ձեր կարիերայում, ձեր աշխատանքում, ձեր բիզնեսում բերի կոնկուրենցիա, բերի թշնամիներ, բերի ձեր վատը ուզողներ, շատ կարևոր է որ դուք կենտրոնանաք ձեր գործի վրա, աշխատեք ինչ որ մեկին ինչ որ բան չապացուցեք, զուտ կոպիտ ասած դուք ձեր գործով, ձեր աշխատանքով գնաք առաջ ու եթե ձեր մեջ կա այսպիսի զգացողություն, որ դուք ամենալավ մասնագետն եք, որ ձերպես լավը չկա, դուք ամենաուժեղն եք ձեր գործում, իմացեք, որ դա այդ արևի բացասական ազդեցությունն է, այդ արևի աշլեշանակ շատրայում գտնվելու ազդեցությունն է ձեր գիտակցության վրա ու թույլ մի տվեք, որ արևը մթագնի ձեր գիտակցությունը։ Այս շրջանում հոգևորությանը անպայման կարևորություն տվեք, բարեկարգեք, բարելավեք ձեր հարաբերությունները Աստծո հետ, արարչային էներգիաների հետ, Աստծո տարբեր դրսևորումների հետ, հոգևոր կրոնական պրակտիկաները բավականին շատ լավ ազդեցություն կունենան ձեր վրա ու կնվազեցնեն հենց այդ մութ ազդեցությունները ձեր գիտակցությանը։ Ցուլերի համար այս շրջանում շատ կարևոր է հետևել սեփական խոսքին, անիմաստ խոսքեր, անիմաստ խոստումներ տալը շատ հավանական է այս շրջանում, որովհետև կարող է մեր սիրելի ցուլերի մոտ պահի տակ լինեն պատկերացումներ, որ իրանք ամեն ինչ կարող են, անիմաստ վարկեր չվերցնեք այս շրջանում, անիմաստ պարտքեր չվերցնեք այս շրջանում, ոչ էլ պարտքեր տվեք այս շրջանում, հետևեք ձեր խոսքերին, հետևեք ձեր խոստումներին, կարող է խոստանաք մի բան, որը հետո ի վիճակի չլինեք անել ու դա արդեն կազդի ձեր համբավի վրա, ինչպես նաև խոստում տալը ու այդ խոստումը չիրականացնելը նույնպես կարմիկ ծանրաբեռնվածություն է մարդու վրա, որը այս կյանքում կամ հաջորդ կյանքում ամեն դեպքում մարդը ստիպված է լինում մարել, ինչպես նաև նույնպես հետևեք անվտանգության բոլոր կանոններին, հատկապես սննդի հետ կապված հարցերում խուսափեք սուր համերով, կծու, թթու համերով սնունդներից, եթե հնարավոր է այս շրջանում քչացրեք մսի օգտագործումը, որովհետև սննդային թունավորումների ռիսկը, ինչ որ հարցերը ցուլերի համար այս շրջանում կարող մեծ լինի, ինչպես նաև ալկոհոլը, թմրեցնող միջոցները, ես իմ ամեն հաղորդման շրջանակներում ասում եմ, առհասարակ եթե ինձ թույլ տան, ես բոլոր հորոսկոպի նշաններին էլ կասեի ալկոհոլ մի օգտագործեք, սակայն կան էտապներ, որ այդ ալկոհոլի օգտագործումը իրոք ավելի մեծ վնաս կարա տա մարդու թե գիտակցությանը, թե առողջությանը։ Ինչպես նաև ձեր գործերում, շատ լավ կլինի, որ այս շրջանում զարգ տաք ձեր կրթությանը, ձեր մասնագիտական կրթությանը, ձեր զարգացվածությանը, եթե ունեք պլաններ ինչ-որ սովորելու, կրթության հետ կապված, ինչ-որ նոր մակարդակ բարձրանալու այդ շրջանում կկարողանաք հաջողել այդ ոլորտներում, եթե չմեծամտանաք, որովհետև արևը ընկած է այստեղ ձեր հենց կրթության ոլորտի, ձեր նոր բաներ սովորելու հետ ասպեկտավորվում է, այդ արև-պլուտոն հանգույցը ու շատ հաճախ ցուլերի մոտ նույնպես կարող է լինել մասնագիտական մեծամտություն, այ որ իրանց պես լավ մասնագետ չկա, այ որ իրանք ամենալավն են, իրանք ամենաշատը գիտեն, հիշեք, որ մեծամտությունը դա ամենաուժեղ դիվային երևույթներից մեկն է ու հենց Աստվածաշնչում Լյուցիֆերը վտարվեց դրախտից առաջին հերթին իր մեծամտության համար, այլ երկրորդ հերթին արդեն մյուս արած վատ բաների համար։ Երեխաների հետ կապված հարցերը ցուլերի կյանքում այս շրջանում նույնպես բավականին պտղաբեր կարա լինի, կարող եք ունենալ հղիություն կամ ընտանիքում համալրում կամ եթե տղամարդ եք ձեր կինը կարա հղիանա այս շրջանում, երեխաների հետ կապված հարցերը շատ կարևոր է բարեկարգել, եթե ունեք երեխաներ, բայց իրենց հետ քիչ եք ժամանակ անցկացնում, իսկ հողի տարերքները իրականում երեխաների հետ շատ քիչ ժամանակ անցկացնող մարդիկ են, հաճախ հողի տարերքի մարդիկ երեխաներին որպես դիտարկում են այդ կոմունալների ցուցակին ավելացված եւս մեկ կետ, բայց կարևոր է, որ
երեխաներին ու առհասարակ ընտանիքին վերաբերվել ոչ թե աշխատանք ու ինչ-որ ֆինանսական պարտականություն, այլ նաև նրանց հետ ժամանակ անցկացնել ու իրենց կյանքում ֆիզիկապես և էմոցիոնալ կերպով նույնպես ներկա գտնվել։ Ստեղծագործական աշխատանքներում ցուլերի համար իդեալական շրջան է, եթե ունեք գաղափարներ ստեղծագործելու, նոր բիզնես սկսելու, նոր ինչ-որ գործ սկսելու, ձեր հետևից այս աշխարհում ձեր հետքը թողելու, այս շրջանը բավականին արդյունավետ է, լսեք ձեր գաղափարներին, այդ գաղափարները ձեզ բավականին հաջողություն կբերեն, նաև քանի որ Յուպիտեր Մերկուրին ձեր գործողությունների տան մեջ է, այս շրջանում նույնպես այդ դրական միացումը ձեզ կօգնի հաջողելու ձեր կարիերայում, ձեր աշխատանքում, ձեր բիզնեսում, ձեր գաղափարների ռեալիզացիայի մեջ, ձեր ստեղծագործական աշխատանքներում, կարևորը զուտ հետևել այս զգուշացումներին սենց ասած ու նաև այս ամենը անել մինչև օգոստոսի 12-ը, մինչև դա որ անեք, այդ հիմքը դնեք, անգամեն մի փոքր բանը անեք մինչև դա, հավատացեք հետագայում ավելի դրական ու մեծ արդյունքներ կունենաք։ Երկվորյակների մոտ իրավիճակը բավականին հետաքրքիր է, որովհետև Մարսը հենց մտնում է երկվորյակի համաստեղություն ու այս շրջանում շատ հնարավոր է, որ երկվորյակները ընկնեն այդ Մարսի ամբողջական ազդեցության տակ, դառնան ավելի ագրեսիվ, լինեն էմոցիոնալ, լինեն կոնֆլիկտային, շատ կարևոր է հետևել սեփական հույզերին, չմտնել անիմաստ կոնֆլիկտների մեջ, չվիրավորել մարդկանց, չտրվել տարբեր սադրանքներին, այդ վիճաբանություններին, անգամ մեկնաբանությունների շրջանում, մարդիկ Facebook-ում, Instagram-ում հաճախ շատ են սիրում ինչ-որ անիմաստ վատ մեկնաբանություններ գրեն, անգամ այդ տեսակ մեկնաբանություններ մի արեք, որովհետև դա կարա իր վատ ազդեցություն ունենա թե ձեր առօրյայի վրա կամ հետագայի վրա։ Մեկնան վարեք պահպանելով բոլոր կանոնները, մի կտրվեք այս իրականությունից։ Սպորտով զբաղվելը այս շրջանում, ֆիզիկապես ակտիվ լինելը երկվորյակների համար լավագույն դրսևորումներից մեկը կլինի, որովհետև դուք հաճախ առհասարակ երկվորյակները սիրում են sense օթերով լինել, մոռանալ նրա մասին, որ ունեն որոշակի պարտավորություններ ու երբ որ դուք լինեք այդ օթերով, իզուր չի, որ վեդական հաստղաբանության մեջ մոլորակները կոչվում են գրահան թարգմանվում է սանսկրիտից որպես բռնակալ, որպես զախվաչիկ, ու երբ որ մարդը այդ օթերով է լինում, գիտակցված կյանք չի ապրում, մոլորակները որպես բռնակալ այդ մարդու գիտակցությունը վերցնում են իրենց իշխանության տակ ու խամաճիկի պես այդ մարդուն սկսում են օգտագործել հատկապես Մարսի պես վտանգավոր էներգիա ունեցող մոլորակները, ուստի թույլ մի տվեք ձեզ տրվել այդ մարսյան սադրանքներին, ինչպես նաև սեռական կյանքում եղեք ուշադիր, որովհետև այս պահին Վեներան կույսի համաստեղությունում է լինելու ու շատ կարևոր է, որ հետևեք այդ հիգիենայի կանոններին, անվտանգության կանոններին, սենց ասած պաշտպանված լինեք, որովհետև սեռավարակների ինչ-որ անցանկալի հղիությունների վտանգը նույնպես մեծ է ձեր կյանքում, անմիտ քայլեր անելու, անմիտ խոստումներ տալու վտանգներ նույնպես կան, սակայն այ երկրորդ տան մեջ ունեք խոսքի վրա ազդեցություն, արևը ձեզ երբեմն կդրդի, ինչ-որ բացասական բան ասելուն, ինչ-որ զայրույթ ասելուն, ինչ-որ մեկի վատը կամենալուն, բայց նաև Յուպիտեր Մերկուրի միացումը այստեղ ձեզ տալիս է օրհնություն ձեր խոսքերը ճիշտ կարգավորելու, եթե դուք կարողանաք վերահսկել ձեր խոսքերը, դուք կկարողանաք այս շրջանում մարգարեական գաղափարներ ասել, կկարողանաք մարդկանց վրա ունենալ հստակ դրական ազդեցություն, ամանավանդ եթե ձեր աշխատանքը կապված է կոմունիկացիաների, մարդկանց հետ շատ շփվելու, վաճառքների հետ, այս շրջանը շատ լավ էտապ է հենց այդ վաճառքները հաջողելու, նոր գործընկերներ ձեռք բերելու, նոր հարաբերություններ ստեղծելու համար, եթե իհարկե չտրվեք արևի այդ մանիպուլյատիվ վիճակներին, ինչպես նաև Վեներան ձեզ այս շրջանում օգնում է ձեր տան ներսում գործերը կարգավորելուն, եթե դուք տղամարդ եք, ձեր կնոջը մեծ ուշադրություն դարձրեք այս շրջանում, նվերներ արեք, ծաղիկներ արեք, կնոջ հետ միտեղ գնացեք ման գալու, իսկ առհասարակ տան ներսում նույնպես կահավորում, նոր դիզայն, վերանորոգում, այդ ամենը բավականին հաջողակ կլինեն։ Խեցգետիները, խեցգետիները ամենաուժեղ սենց ասած հերոսներն են երևի թե այս շրջանում, որովհետև արևի խավարումը տեղի ունենալու հենց խեցգետնի համաստեղությունում, այս պահին ունենք հենց մոլորակների կուտակում խեցգետնի համաստեղությունում ու այս շրջանում խեցգետիները կամ կլինեն ամենահաջողակ մարդիկ, կամ կլինեն են ամենաձախողակ մարդիկ, դա էլ արդեն կապված է ձեր անձնական ընտրություններից, սկսենք նրանից, որ հենց արևը այս պահին ունենալու է ձեր վրա ուժեղ ազդեցություն, տանելու է ձեզ ավելի մելանխոլիկ վիճակների, ավելի հասարակությունից փակվելուն, ավելի դեպրեսիվ լինելուն, ավելի չարանալուն, պահի տակ կարող է լինի ձեր մոտ
ինչ որ չարության զգացողություն մարդկանց վրա, մտածեք, որ մարդիկ վատն են, ոչ մեկ ձեզ չի հասկանում, ինչ որ հին տրավմաներ գլուխ բարձրացնեն, փորձեք մարդկանց հետ ավելի վատ ձևով շփվել, վիրավորել, բայց հիշեք, որ այդ ամենը պարզապես այս արևի դիրքի բացասական ազդեցությունն է, բայց դուք նաև գտնվում եք Յուպիտեր Մերկուրի հզորագույն սենց ասած միացման օրհնության տակ, ու այս շրջանում եթե դուք չտրվեք այդ արևի սադրանքներին, ինչպես նաև Պլուտոնի սադրանքներին, որտեղ Պլուտոնն էլ ձեր հարաբերությունների ոլորտում է ու հնարավոր է դուք ունենաք խնդիրներ ձեր կողակցի հետ, ձեր ընկերների հետ, անիմաստ վիճաբանություններ լինեն, եթե այդ արև Պլուտոն միացման ազդեցության տակ սենց ասած չընկնեք, ապա դուք կհաջողեք ձեր կյանքի բոլոր ոլորտներում, որովհետև Յուպիտերն ու Մերկուրին հենց ձեր համաստեղությունում են, իրենք ձեզ կօգնեն հաջողել թե ձեր անձնական հարաբերություններում, թե տան գործերում, թե աշխատանքում, շատ կարևոր է ուղղակի լինել գիտակցված։ Խեցգետինները ջրի տարերք են, իրենք անընդհատ sense լողում են, իրենց գիտակցությունը շատ sense լղոզված է լինում, կարող է անիմաստ, բառից բուն իմաստով անիմաստ բաներ իրենք իրենց մեջ մտածեն ու իրենք հավատան այդ ամենին։ Շատ կարևոր է, հա, որ դուք ինքներդ հաղթահարեք այդ զգացողությունը ու թույլ չտաք այդ մոլորակներին բացասական ազդեցություն ունենալ ձեր վրա։ Եթե ունեք պլաններ մեքենա գնելու, տուն գնելու, ինչ որ նոր թանկարժեք, հա, ձեռքբերումներ, կլինի ոսկեղեն, կլինի տարբեր տեսակի զարդ, ինչ որ թանկարժեք բան, թեկուզ անգամ հեռախոս, համակարգիչ այս շրջանում բավականին լավ կլինի այդ ամենը ձեռք բերելը, որովհետև Վեներան բավականին դրական դիրքում է, բայց Մարսն էլ նաև այն դիրքում է, որ պետք է հետևեք այդ նույն անվտանգության կանոններին, անիմաստ որոշումներ, անիմաստ քայլեր չանեք, կարմիրի տակով չանցնեք, որովհետև հնարավոր է տրավմաներ լինեն, հնարավոր է առողջական խնդիրներ լինեն, բայց դա արդեն կախված է ձեզանից, եթե կարողանաք հետևել ինքներդ ձեզ, հետևել նրան, թե ինչ եք ուտում, ինչ եք ասում, ինչի մեջ եք մտնում, երբ եք օրենքներին հետևում, երբ չեք հետևում, այդ պարագայում արդեն պատասխանատուն դուք եք լինելու այդ ամենի հետևանքների։ Մնացած դեպքերում խեցգետինների համար բավականին հաջողակ շրջան է սա։ Արիուսների համար, արիուսների մոտ նույնպես հետաքրքիր է, որովհետև կուտակումը հենց այն տան մեջ է, որը մարդուն դրդում է դեպի մեկուսացում, դեպի ավելի միայնակ մնալ։ Մեր արիուսները սիրում են, չէ՞, միշտ ուշադրության կենտրոնում լինեն, որ բոլորը իրանցով զմայլվեն, բոլորը իրանցով հպարտանան, բոլորի համար իրանք օրինակ լինեն, ու այս շրջանում կարող է արիուսների մոտ լինի փոքր-ինչ ցանկություն բոլորից առանձնանալու, իդեպ կարող եք դա օգտագործել, դա լավ ձևով կլինի, եթե այդ մենությունը դուք օգտագործեք ինքնաճանաչման, ինքնաբացահայտման, ինչ որ հոգևոր պրակտիկաների, Աստծո հետ հարաբերությունները վերահաստատելու կամ ավելի ամրացնելու համար այս շրջանում դա բավականին մեծ հաջողություն ձեզ կբերի, որովհետև Պլուտոն արև այդ դիվային միացումը, դիվային ասպեկտ է այս շրջանում, ձեզ կարա տանի նաև նրան, որ դուք ընդհանրապես հիասթափվեք մարդկանցից, մտածեք, որ բոլորը fake էին, բոլորը կեղծ էին, վիճեք ձեր ընկերների հետ, որովհետև Մարսը նույնպես վտանգավոր ասպեկտում է այս շրջանում, որ կարող է վիճաբանություններ, կոնֆլիկտներ բերի մտերիմների, գործընկերների, ինչ որ պարտներների հետ, բայց այս շրջան շատ կարևոր է, որ դուք կարողանաք հանդարտեցնել ձեր մտքերը, արուսները կրակի տարերք են ու հաճախ իրանք հետ բռնկվում են, չեն կարողանում կառավարել իրենց էմոցիաները, բայց հիշեք, որ դուք ինչքան կառավարեք ձեր էմոցիաները, այդքան ավելի հաջողակ կլինեք, որովհետև այս շրջանում Վեներան ֆինանսների ոլորտում է ու սա շատ մեծ հնարավորություն է սկսելու նոր գործեր, նոր աշխատանքներ, նոր պրոյեկտներ, որը կբերի ձեզ նոր հաճախորդներ, նոր եկամուտներ, այսինքն եկամուտները բարձրացնելու շրջանը, բայց Մարսը նույնպես գտնվում է եկամուտների ոլորտում, մեծ եկամուտների ոլորտում շատ կարևոր է, որ փողի հանդեպ լինեք հնարավորինս պատասխանատու, անիմաստ ծախսեր չանեք, ափր-ծփր չծախսեք այդ փողերը։ Եթե կարողանաք այդ ամենից խուսափել, նույնպես օգոստոսը ձեզ կբերի բավականին մեծ հաջողություն, հատկապես եթե դուք ժամանակ տրամադրվեք օրվա ընթացքում աստվածային գործերին, այդ ինքնաբացահայտման, ինքնաճանաչման պրոցեսներին, ինչ որ գրքեր կարդալուն, աղոթքներ անելուն, մանտրաներ ասելուն, այդ ամենը ձեզ բավականին մեծ օգուտ կբերի։ Կույսերի համար նույնպես հաջողակ շրջան է, խեցգետիններից հետո ամենահաջողակը կամ խեցգետիներին հավասար ամենահաջողակը այս շրջանում կույսերն են, որովհետև Վեներան իր լավագույն դիրքերից մեկում է գտնվում ու գտնվում է հենց ձեր առաջին տանը, այսինքն ունենալու ազդեցություն ձեր կյանքի բոլոր ոլորտների հետ։ Կույսեր ջան, այս շրջանում պարզապես խուսափեք անիմաստ իրահարվածություններից, որտեղ ձեր հարաբերությունների տունը այս պահին զբաղեցնում են նաև Սատուրն ու Նեպտունը, հնարավոր է սիրահարվեք կեղծ մարդու, fake մարդու, բայց նաև
եթե կարողանաք ճիշտ տարբերակել այդ ամենը, ձեր կյանքում իրական սեր նույնպես հնարավոր է հայտնվի այս շրջանում, պարզապես խուսափեք այդ սիրային կախվածությունների մեջ ընկնելուց կամ փոխկապել հարաբերությունների մեջ հայտնվելուց։ Ինչպես նաև այս շրջանը նույնպես բավականին լավ շրջան է ֆինանսները մեծացնելու համար, կյանքի նոր էտապ սկսելու համար, կյանքում կտրուկ փոփոխություններ անելու համար, որովհետև ունենք մոլորակային միացումը, այդ Յուպիտեր-Մերկուրի միացումը ձեր ֆինանսների տան մեջ, դուք գտնվելու եք Վեներայի ուղիղ ազդեցության տակ, դա նույնպես խոսում է նրա մասին, որ այս շրջանում դուք մեծ ֆինանսական եկամուտներ կարաք ունենաք, մեծ հաջողություն կարաք ունենաք, այստեղ նաև Մարսը գտնվում է ձեր կարիերայի, ձեր գործունեության ոլորտում, ու շատ հնարավոր է, որ կտրուկ լինեն փոփոխություններ, այսինքն փոխեք ձեր աշխատանքը կամ ձեր աշխատավայրում փոխեն ձեր բաժինը, ձեր հաստիքը, ձեր department-ը, ձեր պաշտոնը, հա, այն պատրաստ եղեք փոփոխությունների ու մի դիմակայեք այդ փոփոխություններին, այ կույսերը հողի տարերք են, իրենք հաճախ շատ նստակյաց են լինում, այդքան ճկուն չեն լինում կամ չեն սիրում փոփոխություններ, բայց այս շրջանում շատ կարևոր է, որ դուք հենց վստահեք այդ փոփոխություններին ու չթողեք, որ ձեզ բան անեն, հա, հաջողությունը գա ձեր կողքով անցնի, որովհետև դուք չեք ուզել այդ փոփոխությունների մեջ մտնելուն։ Եթե ամբողջ ուժով փորձեք պահել այն ամենը, ինչը պետքա փոխվի, ինչը պետքա գնա, հավատացեք, դրանք sense tennis գնալու են ու արդյունքում դուք ուղղակի տուժելու եք։ Վստահեք Արարչին, վստահեք Արարչականին, աշխարհին ու հավատացեք ամեն ինչ լավ կլինի։ Ինչպես նաև հնարավոր է ձեր շրջապատը ընդլայնվի, նոր ընկերներ, նոր ծանոթություններ, նոր գործընկերներ, այս շրջանում հաճախորդների, եթե ունեք հաճախորդների բազա կամ եթե բլոգ ունեք, հնարավոր է ձեր աուդիտորիան այս շրջանում մեծանա։ Շատ կարևոր է ուղղակի դուք նույնպես ընկերական շրջապատում չմեծամտանաք, ձեր հետ շփվող մարդկանց վերևից չնայեք, որովհետև ամեն դեպքում արևը նույնպես ընկերների ու այդ աուդիտորիայի ոլորտում է։ Եթե դուք զբաղվում եք բլոգինգով, ունեք հետևորդներ ու եթե սկսեք մեծամտանալ այդ հետևորդներին վերևից նայել, կամ ձեզ համարել այս աշխարհի ամենահաջողակ մարդը, շատ արագ այդ ամենը ձեր կյանքում կավարտվի։ Բայց ընդհանուր առմամբ կույսերի համար նույնպես բավականին հաջողակ էտապ է։ Կշերքները թող սպասեն փոփոխությունների իրենց աշխատանքում, իրենց կարիերայում, որովհետև սա էտապ է, որ կարճել նույն աշխատանքից, նույն մարկանցից, նույն գործընկերներից ընդհանրապես պետք չէ։ Ձեր կյանքում գալիս է մի էտապ, որ դուք պետքա ուղղակի այո ասեք փոփոխություններին, անգամ եթե այդ փոփոխությունը ձեր համար լինի բավականին վախենալու, որովհետև կշերքները սիրում են, չէ, անընդհատ հաշվարկեն, վերլուծեն, ամեն ինչին բոլոր տարբեր կողմերից մոտենան ու հաճախ այնքան են վերլուծում, որ ուղղակի մոռանում են վերջնական որոշում կայացնել, իսկ այս շրջանում ամեն ինչ հակառակն է, պետք է կարողանաք ուղղակի բաց սրտով ընդունեք աշխարհի պարգևները։ Վեներան, փողի մոլորակը գտնվում է այն ցիկլի ավարտի եզրահանգման կետում։ Այս շրջանում հնարավոր է, հա, ինչ որ ֆինանսական բարդություններ ունենաք, բայց իմացեք, որ այդ ֆինանսական բարդությունները ժամանակավոր են ու եկել են ձեզ նոր մակարդակ բարձրացնելու, այսինքն հնարավոր է այդ ֆինանսական բարդությունը պայմանավորված լինի ձեր աշխատանքի փոփոխությամբ, ձեր բիզնեսի ուղղության փոփոխությամբ, ինչ որ հաճախորդների սեգմենտի կտրուկ փոփոխությամբ, շատ կարևոր է այդ ամեն ինչի մեջ չտրվել պանիկայի, չտրվել սենց ասած վախերին, որ վերջ շուկ ամեն ինչ կորցրեցիք, ամեն ինչ ձեր ձեռքից գնաց, եկեք արագի մեջ դուրս գանք գործից, փակենք մեր բիզնեսը, չէ, այդ ամենը ուղղակի շրջան է, որը ձեզ տանում է նրան, որ դուք ավելի լավ աշխատացնեք ձեր ուղեղը եւ այսպես ասած բարձրանաք նոր ֆինանսական մակարդակ, որտեղ դուք բնականաբար արդեն ավելի շատ փողեր կունենաք։ Այս շրջանում նաեւ հնարավոր է ինչ որ կոնֆլիկտային իրավիճակներ ընտանիքում, հատկապես մամայի հետ կամ տան կանանց հետ, ընտանիքի ներսում առհասարակ լինեն վիճաբանություններ, կոնֆլիկտներ, դա պայմանավորված է լինելու արև Պլուտոն ասպեկտով, իրենց վատ դիրքերով այս շրջանում, սակայն կարևոր է չտրվել այդ այսպես ասած ազդեցությանը ու չկորցնել ընտանիքի անդամների հետ հարաբերությունները, ինչպես նաև Մարսը գտնվում է 9-րդ տան մեջ, հոր հետ հարաբերությունները կամ եթե հայրը չկա, ավագների հետ հարաբերությունները, աշխատավայրում ղեկավարների հետ հարաբերությունները այս շրջանում կարող են լինել լարված ու կոնֆլիկտային, այս շրջանում շատ կարևոր է, հա,
չփորձել այդ ավագներին հակառակը ապացուցել, չփորձել ասենց ասած պայքարել այդ համակարգի սիստեմի դեմ, որովհետև լրիվ անիմաստ է լինելու աշխատավայրում վիճել մենեջմենթի հետ, դա հանգեցնելու է նրան, որ դուք ուղղակի կորցնեք ձեր աշխատանքը։ Ձեր հոր հետ հարաբերությունները կարգավորելու շրջանը սա, անգամ եթե դուք ունեք ինչ-որ ներքին վիրավորանքներ ձեր պապայի հանդեպ, անգամ եթե ձեր հայրը այլևս ողջ չէ, կարող եք ներքին կերպով ներել նրան, բաց թողել այդ վիրավորանքները, որովհետև այդ վիրավորանքները այնպես բան են, որ կկուտակվեն ու ամբողջ կյանքի ընթացքում ուղղակի կվերածվեն մի հատ ծանր բեռի, որը ձեզ կխանգարի առաջ գնալ։ Կարիճների համար հետաքրքիր է հենց ուսուցման ոլորտը, նոր մասնագիտական քայլեր անելը, նոր ինչ-որ գիտելիքներ ձեռք բերելը։ Իհարկե այս շրջանում հնարավոր են լինել ֆինանսական խնդիրներ, ֆինանսական ճգնաժամներ, որովհետև Պլուտոն արև այդ ասպեկտը ձեր ֆինանսների տան վրա է ընկնում, բայց միևնույն ժամանակ Յուպիտեր Մերկուրին ձեզ հուշում է, որ եթե դուք այս շրջանում ներդրվեք նոր գիտելիքներ ձեռք բերելու վրա մեջ, ժամանակ չխնայեք սովորելու վրա, փող չխնայեք, ներդրվեք այդ սովորելու մեջ, ուրեմն այդ գիտելիքը ձեզ կօգնի հետագայում մեծ ավելի ֆինանսական եկամուտներ ունենալ։ Նաև այս շրջանում կարիճներին նույնպես կատեգորիկ արգելվում է ցանկացած տեսակի թմրեցնող, արբեցնող միջոցներ օգտագործելը, որովհետև Մարսը գտնվում է վտանգավոր տան մեջ, որը անխուսափելիորեն կարաբերի խնդիրներ առողջության, խնդիրներ անձնական հարաբերությունների, կոնֆլիկտների տեսքով, եթե չկարողանաք պահել ձեր գիտակցված լինելը։ Կարիճները Մարսի ազդեցության տակ գտնվող համաստեղության նշաններ են ու դրա համար կարիճները հաճախ լինում են կոնֆլիկտային, լինում են ասենց սուր, թթու, կծող խոսքեր ասող մարդիկ, ովքեր որոշել են, որ իրանք պետք է ամբողջ աշխարհին դա ստիրակեն, ամբողջ աշխարհին դա ստան, բայց պետք է կարողանաք կարգավորել ձեր մեջ այդ Մարսի բացասական դրսևորումը, որովհետև կարիճները նաև մարդիկ են, ովքեր կարող դառնան շատ ուժեղ հոգեբաններ, շատ ուժեղ էզոտերիկներ, ինչպես նաև այս շրջանում կակտիվանա ձեր կյանքին խավար կողմը, որովհետև կարիճները ամենամոտն են գտնվում այդ խավար ուժերին ու կարող է ձեր կյանք լինեն գայթակղություններ սև մոգության տեսքով, տարբեր թալիսմաններ ձեռք բերելու տեսքով, հայտնվեք ինչ-որ սխալ մասնագետների ձեռքում, ինչ-որ սխալ մասնագետի ծառայություններից օգտվեք, իսկ այդ ամենը պարզապես կարմա է։ Անգամ եթե այս շրջանում ինչ-որ խնդիրներ լինեն ֆինանսների հետ, դրանք շատ հեշտ լուծելի են, որովհետև եթե արև Պլուտոն այդ ասպեկտը ֆինանսների վրա ազդում է, բայց նաև ձեր մյուս ֆինանսների ու ավելի մեծ եկամուտների ոլորտում է գտնվում Վեներան, ու եթե դուք կարողանաք ձեր գիտակցությունը, ձեր տրամադրվածությունը բացասականից փոխեք դեպի դրականը, դեպի ավելի բարձր վիբրացիաներ, մեդիտացիաներ անեք, աստվածային ուժի մեջ լինեք, ներդրվեք ձեր մասնագիտական զարգացման մեջ, հավատացեք, այս Վեներան ձեզ այնքան փող կբերի, որին դուք չեք կարող հասնեիք ոչ մի տեսակ թալիսմանի կամ բացասական ինչ-որ ուժերի հետ համագործակցելու սև մոգության շնորհիվ։ Այս շրջանում հարգեք բոլոր օրենքները, բոլոր կանոնները։ Եթե խախտեք պետական օրենքները այս շրջանում, դուք անպայման կկանգնեք պատասխանատվության առաջ։ Փոքր տուգանքից սկսած մինչև լուրջ դատական գործեր հնարավոր են տեղի ունենան, եթե դուք չհարգեք երկրի մայր օրենքը, այսպես ասած։ Աղեղնավորների համար նույնպես լավ շրջան է կարիերայում մեծ հաջողություններ ձեռք բերելու։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է չվախենալ դրսևորվել, չվախենալ սեփական գաղափարները ներկայացնել աշխարհին, բայց միևնույն ժամանակ աղեղնավորների համար կարող վտանգված լինի սեփական հարաբերությունները։ Այս իրային կյանքում կողակցի հետ հնարավոր են վիճաբանություններ, այսինքն եթե դուք գտնվում եք հարաբերություններում, ձեր կողակցի հետ կարող է լինեն անհասկացվածություններ, ինչ-որ խնդիրներ, խնդիրներ, կոնֆլիկտներ, շատ կարևոր է վերահասկել ինքներդ ձեզ, աղեղնավորները նույնպես կերակի տարերք են, ում կառավարել հնարավոր չի, ովքեր իրականում հարաբերություններում շատ բարդ են լինում, որովհետև ամեն դեպքում հարաբերությունները ենթադրում են որոշակի սահմանափակումներ, որոշակի պարտավորություններ ու կրակի տարերքի մարդիկ պատրաստ չեն այդ սահմանափակումների մեջ մտնելու ու աղեղնավորները առավել եւս, որովհետև իրենք սովոր են, որ իրենց խոսքը պետք է լինի, որ իրենք ամենաճիշտն են, իրենք գիտեն ոնց է պետք ապրել ու այս ֆոնի վրա անձնական կյանքում հնարավոր են կոնֆլիկտներ, վիճաբանություններ, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր չեն գտնվում հարաբերություններում, հնարավոր է ձեր կյանքում հայտնվի նոր սեր, հատկապես կանանց համար, եթե դուք կին եք, ձեր կյանքում հնարավոր է նոր տղամարդ հայտնվի, բայց շատ կարևոր է հասկանալ այս շրջանում ու տարբերակել դա իրական մաքուր սերը, թե դա ուղղակի կիրք է, ինչ-որ սեքսուալ ձգվածություն այդ մարդու հանդեպ, որովհետև հաճախ մարդիկ սեքսուալ այդ մտերմությունն ու իրական սերը իրարից չեն տարբերում, իսկ հետո արդեն զարմանում են, որ ինչ-որ խնդիրների առաջ են կանգնել։ Այս շրջանում շատ կարևոր է հետևել սեփական առողջությանը, եթե ունեք նպատակ
հիվանդանոց գնալու, կլինիկա գնալու, անպայման գնացեք, որովհետև առողջության տունը ինչ որ չափով վնասված է, բայց նաև փրկված է Յուպիտեր Մերկուրի համակցությամբ, ու այս ամենը ձեզ կօգնի ճիշտ բժիշկ գտնել, ճիշտ ստուգումներ անցնել եւ բուժումը ընդհանուր առմամբ առողջ կերպով անցնել, բայց եթե ունեք ինչ որ ներքին խնդիրներ, ինչ որ կասկածներ, այդ ամենը ականջի հետև մի գցեք։ Այս շրջանում աղեղնավորների կյանքում նույնպես կարող է ակտիվանալ հակումը դեպի սերմնոգության, ինչ որ մտքեր հայտնվեն որևիցե գուշակի դիմելու, ինչ որ ծառայություններից օգտվելու, բայց այդ ամենը պարզապես ձեր վիբրացիաներն է իջեցնելու ու ձեզ տանելու է դեպի խավար դրսևորումներ, ինչպես նաև ունենալու է իր ազդեցությունը ձեր կյանքի վրա, հետևաբար մի տրվեք այդ գայթակղությանը։ Այծեղջյուրները երևի թե խեցգետնից ու կույսից հետո մյուս գլխավոր հերոսներն են, որովհետև այս շրջանում այծեղջյուրների համար այդ Պլուտոն արև միացումը ուղիղ հենց իրենց վրա ազդում է։ Այծեղջյուրներ ջան, մենք գիտենք, որ դուք գիտեք այս աշխարհի ճիշտը, մենք գիտենք, որ դուք բոլորից խելացի եք, մենք գիտենք, որ դուք կարողանում եք ամեն ինչ ինքնուրույն անել, բայց խնդրում ենք ոչ մեկին դա մի փորձեք ապացուցել ու ոչ մեկին դա մի փորձեք բռնի ուժով հասցնել տեղ, որովհետև շատ արագ դրա համար կպատժվեք։ Այս շրջանում այծեղջյուրների համար շատ կարևոր է հետևել անձնական հարաբերություններին, թե սիրային հարաբերություններին, թե գործընկերական, որովհետև այս շրջանում կարող են լինել կոնֆլիկտներ ամենամտերիմ մարդկանց հետ, ամենամտերիմ գործընկերների հետ, այդ արև Պլուտոն միացման պատճառով, բայց եթե կարողանաք դուրս գալ դրա ազդեցության տակից, լինել ավելի զգետնված, լինել ավելի հողաքսված, ավելի տրամաբանորեն մոտենալ այծեղջյուրների համար հեշտ է տրամաբանության մակարդակի մեջ մտնել, որովհետև եթե կրակի տարերքները կամ ջրի տարերքի մարդիկ ավելի էմոցիայի մարդիկ են, հողի տարերքի մարդկանց ավելի հեշտ է տրամաբանորեն մոտենալը հարցին, ու այծեղջյուրները դրանում շատ վառ ու լավ ստացվող օրինակ են։ Պահեք այդ ձեր այծեղջյուրի տրամաբանությունը, պետք չէ այծեղջյուրի այդ կոտոշները տնկել ու փորձել աջուձախ բոլորին որպես թշնամի վերացնել, դրա կարիքը ընդհանրապես չկա։ Եթե կարողանանք իրավիճակին մոտենալ տրամաբանորեն, այս Մերկուրի-Յուպիտեր համակցությունը ձեր կյանք կբերի ճիշտ գործընկերների, ճիշտ պարտներների ու հարաբերությունների ոլորտում առհասարակ կհաջողեք։ Այծեղջյուրներ ջան, այս շրջանում հնարավոր է ձեր մոտ լինեն որոշակի առողջական խնդիրներ, հատկապես աղիների, ստամոքսի հետ կապված հարցերում մարսողական խնդիրներ լինեն, առհասարակ ուշադիր եղեք ձեր կելածին, ձեր խմածին, Եթե հնարավոր է մսակերությամբ նույնպես այս շրջանում փորձեք մի փոքր մսի օգտագործումը քչացնել, ալկոհոլը դե գիտեք կա ու կա չպետք է օգտագործեք իրան, ինչպես նաև մասնագիտական հարցերում նույնպես նոր գիտելիքների ներդրումը, նոր պրոյեկտների ստեղծումը կարա օգնի ավելի բարձր ֆինանսական հաջողություն ունենալ, որովհետև Վեներան գտնվում է ձեր գիտելիքների, նոր մասնագիտական ուժերի տան մեջ, իսկ Ռախուն գտնվում է ձեր ֆինանսների տան մեջ։ Եթե կարողանաք Ռախուի տրամաբանությունը վերցնել եւ դրան գումարել Վեներայի ստեղծագործունակությունները, Ռախուի յուրահատուկ մտածելակերպի հետ մեկտեղ, դուք կկարողանաք ստեղծել նոր պրոդուկտ, նոր աշխատանք, նոր process, որը ձեզ իհարկե հետագայում կբերի ավելի լավ եկամուտներ ու կկարողանաք ավելի լավ դիրքերի հասնել։ Կարևորն է ուղղակի չտրվել այդ Պլուտոնի ռետրոգրադի ազդեցությանը ու չտրվել արևի այդ մեծ էգոիստական ուռած փքված վիճակներին, որովհետև արևը հենց խեցգետնի համաստեղությունից դուրս գնաց դեպի Արիուս, արդեն այդ ձեր էգոն շատ արագ ոնց բարձրացել էր, տենց կիջնի։ Ջրհոսի համաստեղություն ունեցող մարդիկ ջրհոսներ ջան, նույնպես շատ կարևոր է հետևել ձեր անձնական առողջությանը, մի հետաձգեք, ջրհոսները հաճախ ունեն տենց հակում, որ հատելա ոչինչ որ ողնաշարս ցավում է, ոչինչ որ ոչքիս քարերը շարժվել են, ես այսօր գործի եմ, ժամանակ չունեմ գնամ ստուգվելու, այդ ամենը ձեր քթերից հետո կգացեց մեղմ ասած, որովհետև այս պահին ձեր երեք ոլորտները, որը ուղղակիորեն կապված են առողջության հետ, ուղղակիորեն կապված են բժշկման հետ, գտնվում են ուժեղ մոլորակային դիրքերում ու այս շրջանում շատ կարևոր է, որ չափսոսակ փող ձեր առողջության վրա, իսկ այստեղ առողջություն ասելով նկատի ունեմ թե ֆիզիկական առողջություն, թե հոգեբանական առողջություն, թե պարզապես հանգիստ ու ռելաքս, ջրհոսները չափից դուրս աշխատասեր են ու այս պահին իրանք քանի որ նաև գտնվում են Ռախուի այդ ազդեցության տակ, շատ հավանական է, որ մոռանան առհասարակ հանգստի մասին ու ընկնեն գործից կոնկրետ կախվածության մեջ, բայց այստեղ Վեներան ձեր
այն ոլորտում 8-րդ տան ոլորտում, որտեղ դուք պետք է մի պահ դադարտաք ու հանգստանաք, սիրելի ջերհոստներ, այլապես հիմա ինչքան փող պահանջվում է այդ ստուգումների համար, հետագայում տասնապատիկը կարող է պահանջվի բժշկման համար։ Ես չեմ ուզում հիմա ստեղ նորից վախեցնեմ, որ հետո չհելնեն ասեն Արտուրը փորձում է մարդկանց ծրագրավորել, ես ասում եմ ամեն դեպքում այն, ինչ որ կա, կարող եք այս շրջանում, եթե անցնեք այդ բուժզնումները, հավատացեք, եթե Աստված մի արա ինչ որ մի բաներ հայտնաբերվի, դա շատ արագ կբուժվի, որովհետև ամեն դեպքում Յուպիտեր Մերկուրին նույնպես գտնվում է առողջության տան մեջ, իսկ այդտեղ նրանք տալիս են իրենց օրհնությունը, թե անալիզները շատ արագ ստանալու, հասկանալու, թե լավ բժշկի հանդիպելու եւ թե այդ բուժման process-ը լավ անցկացնելու համար։ Երեխաների հետ հարաբերությունները կարող է մի փոքր կոնֆլիկտային լինի, եթե ծնող եք ունեք երեխաներ, հնարավոր են լինեն վիճաբանություններ, շատ կարևոր է երեխաներին տակ ինքնուրույնություն, թույլ չտաք նրանց չփորձեք նրանց ամբողջ կյանքը կառավարել, նրանց վերահսկել, որովհետև այդ ամենը ձեզ կխանգարի ու առաջին հերթին կխանգարի ձեր երեխաներին։ Տվեք նրանց արդեն ազատություն, եթե իրանք գտնվում են հասուն տարիքում։ Հնարավոր են ուսուցման process-ների հետ լինեն խնդիրներ, ինչպես նաև այս շրջանում ես խորհուրդ չէի տա ինչ որ ազարտի տակ մնալ, այսինքն ինչ որ կազինո խաղալ, ինչ որ ներդրումներ անել, որովհետև Մարսը կարա ձեզ տանի դեպի այդ ազարտը, որ հələ ես մի հատ ներդրումներ անեմ, հələ ես վերջի ստավկեն անեմ ու կարա հանգեցնի նրան, որ դուք ձեր ողջ գումարը ծախսեք անիմաստ խաղադրույքների վրա կամ անիմաստ ներդրումների վրա։ Բայց նաև Վեներան 8-րդ տան մեջ հուշում է, որ եթե դուք կարողանաք ճիշտ ձևով վերլուծեք, այսինքն ոչ թե ազարտից ելնելով անեք, այլ օրինակ արժեթղթերի ճիշտ կանխատեսում անեք կամ կրիպտոյի հետ կապված հարցերը ճիշտ վերլուծեք, ապա ներդրումները կարան ձեզ օգուտ բերեն, բայց ֆինանսների տան մեջ դուք ունեք Նեպտուն, որը կտայելի sense իլյուզիաներ ու Մարսն էլ այստեղ միանշանակ արդեն կտանի իլյուզիա դեպի ազարտ, դեպի կազինո, այսինքն մի փորձեք փնտրել հեշտ գումար, երկնքից թափվող գումար, փորձեք ճիշտ ու խելամիտ վարվել ֆինանսների ու գործերի հետ։ Այս շրջանում նաև ձեր սննդում շատացրեք հեղուկները, շատ ջուր, շատ բնական հյութեր, ըմպելիքներ, այդ ամենը ձեզ դրական ազդեցություն կտա։ Եվ ձկների համար իդեալական շրջանա ստեղծագործելու, նախ սկսենք նրանից, որ ձկները իրանց էությամբ ստեղծագործ մարդիկ են, ուղղակի հաճախ իրանք այդ ստեղծագործական էներգիան, որ չեն ռեալիզացնում, այդ ստեղծագործական էներգիան սկսում է իրենց մտքում, իրենց գլխում ստեղծագործել բացասական էմոցիաներ, ստեղծագործել բացասական պատմություններ ու իրանք տրվելով այդ բացասականին հաճախ սկսում են թունավորել թե իրենց, թե իրենց շրջապատի կյանքը։ Իսկ այդ ամենից խուսափելու համար շատ կարևոր է, որ դուք այդ ստեղծագործ էներգիան ինչ-որ մի ձև ձեզանից դուրս հանեք, այսինքն նկարեք, պրոդուկտ ստեղծեք, ծառայություն հորինեք, գիրք գրեք, այսինքն մի բան, որը ձեզ կօգնի ձեր մեջ այդ գերկուտակված էներգիան դուրս հանել, որովհետև Նեպտունը հիմա ձկների համաստեղությունում այնտեղ երկար ժամանակ գտնվելու ձեզ տալու է, Նեպտունն է նույնպես ստեղծագործ էներգիա, ու նաև այս պահին դուք ունեք այդ մոլորակային կուտակում հենց ստեղծագործության ոլորտում Յուպիտերն ու Մերկուրին ձեզ կօգնեն հնարավորինս ճիշտ կանոնակարգված ձևով, եթե ուզում եք գիրք գրել, կօգնեն ձեզ ստրուկտուրայով համակարգված առաջ գնալ, եթե ինչ-որ դասապրոցես եք ուզում ստեղծել ու սկսել, այդ հարցերում դուք բավականին հաջողակ կլինեք այս շրջանում, մինչև օգոստոսի 12-ը անպայման սկիզբը դրեք, մի վախեցեք, մի թերագնահատեք ինքներձեզ, որովհետև արևը այս դիրքում, քանի որ թուլացած վիճակում է, իսկ ձկներն էլ սիրում են, իրանք իրենց թերագնահատել, որ իրենց ստեղծածը կարող է ոչ մեկ չհավանի, կարող է իրանք անիմաստ բան ստեղծեն, կարող է իրենց վրա ծիծաղան, այդ ամենը ձեր ներքին վախերն է, որը կապ չունի ոչ մի կերպ իրականության հետ, մի տրվեք այդ արևի սադրանքներին։ Տղամարդկանց համար, տղա ձկների համար այս շրջանում հնարավոր է հանդիպեն իրենց երկրորդ կեսին, իրենց սիրելիին, կանանց դեպքում նույնպես կարևոր է թույլ տալ, որ իրենց սերը գա իրենց կյանք, շատ կարևոր է սկսել կանանց նաև սիրել իրենց, եթե գտնվում են ինչ-որ աբյուզիվ հարաբերություններում, գտնվում են ինչ-որ հարաբերություններում, որտեղ ուղղակի ստիպված են գտնվել, կարևոր է այս շրջանում այդ ամեն ինչի վերջ տալ ու այդ մարդկանց հետ չմտնել այդ խարապարումների միջանցք կոչվածը։ Այս շրջանում սեքսուալ կյանքում կարող լինի բավականին բարելավումներ, կարող է ձեր գործընկերը, ձեր պարտնյորը ձեր հանդեպ ունենա հետաքրքրվածություն սեքսուալ կյանքում, գտնեք լավ պարտնյոր ձեր համար։ Մի խոսքով ձկների համար բավականին հաջողակ վիճակ է, միակ խնդիրը, որ ունենք, այստեղ Մարսն է ընտանիքում,
հնարավոր է լինեն կոնֆլիկտներ, վիճաբանություններ տան ներսում, հատկապես մայրիկի հետ, կարևոր է մամայի հետ ինչ որ անիմաստ, առհասարակ տանիցիների հետ չմտնել կոնֆլիկտների մեջ, չփորձել նրանց ճիշտ ապացուցել, ներդրվեք ձեր վրա, օգտագործեք ձեր ստեղծագործ արարչական էներգիան գեղեցիկը ստեղծելու ու լավը բերելու համար ու կտեսնենք թե ինչքան հաջողեցիք այս կյանքում։ Դե ինչ են սիրելի YouTube-յան դիտորդներ, այսօր այսքանը, հաջորդ կանխատեսման ժամանակ արդեն կանդրադառնանք խավարումների միջանցքին ու այդ կանխատեսումը բաց չթողելու համար անպայման բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակի վրա, որ բաց չթողեք այդ հաղորդումը, ինչպես նաև հետևեք ինձ Instagram-ում, ինչպես նաև եթե ուզում եք ունենալ ձեր անհատական խորհրդատվությունը, գրեք անձնական նամակ իմ Instagram-ին կամ WhatsApp հեռախոսահամարին, որը տեսնում եք ձեր էկրանին։ Խնդրում եմ մի զանգահարեք այդ հեռախոսահամարով, որովհետև հեռախոսահամարը լինելու է անհասանելու, այդ զանգերը ինձ երբեք տեղ չեն հասնելու։ Շատ կարևոր է, որ պարզապես գրեք նամակ, նամակներով շփումը արագ է լինում, իսկ զանգերով շփումը ուղղակիորեն չի լինում։ Ինչպես նաև շուտով, եթե հետևեք իմ Instagram-յան էջին, կիմանաք մի շատ լավ ու մեծ նորության մասին, որը ես երբեք չէի մտածել, որ այս տարի կլինի, բայց փաստորեն եղավ։ Շատ մեծ պրոյեկտ է լինելու, դրա մասին դեռևս չեմ բարձրաձայնում, բայց ժամանակը հենց կա, դրա մասին նույնպես կիմանաք։ Իսկ հիմա բոլորիդ հաջողություն եմ մաղթում, հետևեք այս խորհուրդներին ու կտեսնեք, թե ինչքան թեթև եք անցկացնում խավարումների միջանցք կոչվածը։ Ու մի տրվեք այդ էզոտերիկ խաբկանքներին ու վախերին։ Լավ մնացեք։